Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բhagavatam-ը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 7-րդ գլխի ուրեմն տեքստերը։ Մայտրեյան ինքը պատասխանում էր Վիդուրայի հարցերին եւ մենք ձեզ հետ քննարկեցինք բոլոր նրա պատասխանները։ Վերջին անգամ Մայտրեյան ինքը ավարտեց իր խոսքը եւ այսօր մենք կլսենք, թե ինչ հարց տվեց իրեն Վիդուրան։ Այսպիսով Շրիմադ Բhagavatam 3-րդ երկ 7-րդ գլուխ 15-րդ տեքստից։ Վիդուրան ասաց. «Ով հզոր իմաստուն, ով իմ Տեր, քո համոզիչ խոսքերը ցրեցին իմ կասկածները, Տիրոջ գերագույն ազնվորության եւ կենդանի էակների վերաբերյալ։ Հիմա իմ միտքը առանց դժվարության թափանցում է այս թեմաների մեջ։ Ով մեծ իմաստուն, ինչպես որ ակնկալվում էր, դու ինձ հրաշալի բացատրություններ տվեցիր։ Պայմանավորված հոգու դժբախտությունների միակ պատճառը Տիրոջ արտաքին էներգիայի տատանումներն են։ Նյութական աշխարհում միայն անմիտներն ու նրանք են երջանիկ, ովքեր բարձրացել են բանականության մակարդակից վեր։ Միջին դիրքում գտնվողները դատապարտված են տառապանքի։ Բայց ես, Տեր իմ, խորապես պարտական եմ քեզ, քանի որ քո շնորհիվ եմ հասկացել, որ նյութական աշխարհը, որը մեզ այդքան իրական է թվում, իրականում պատրանքային է։ Ես չեմ կասկածում, որ քո ոտնաթաթերին ծառայելով ես վերջապես կկարողանամ ազատվել իմ մոլորությունից։ Եվ ուրեմն սկսենք քննարկել տեքստերը եւ եթե կհասցնենք, ես տեքստերը ավելի շատ տեքստեր կկարդամ։ Ուրեմն, ինչպես տեսանք, ես միշտ ուշադրություն եմ դարձնում այս թեմային, որ արիացիները իրենք հոգևոր ուսուցչի հետ շփվելու յուրահատուկ ուրեմն մշակույթ ունեին։ Ինչու էր սա տեղի ունենում։ Սա տեղի էր ունենում այն պարզ պատճառով, որ արիացիների քաղաքակրթությունը դա իրական կրոնական դաշտ էր։ Այդ դաշտում այստեղ այդ իրական խոսքը ինքը շատ էական է։ Այդ դաշտում ծնվում էին այն կենդանի էակները, որոնք իրենք անկեղծորեն զբաղված էին հոգևոր զարգացման ճանապարհով։ Եվ սա ըստ-ինքյան նշանակում է, որ դա անձնավորություններ են, որոնք իրենք շահագրգռված են զբաղվել հոգևոր կյանքի բուն իմաստով։ Այսինքն դա այն անձնավորություններն են, որոնք իրենք զբաղվում են ներքին կրոնականությամբ, այլ ոչ թե արտաքին։ Երբ որ անձնավորությունը ինքը անկեղծ է կրոնականության մեջ, չէ՞, այդ ժամանակ հասարակությունը, որը կառուցում են այդպիսի անձնավորությունները, այդ հասարակությունը ինքը հենված է լինում ճշմարտության վրա, Գերագույն Աստծո եւ հոգու, նյութական աշխարհի, հոգևոր աշխարհի վերաբերյալ ճշմարտությունների վրա, եւ այդպիսի անձնավորությունները իրենք սթափ եւ ստույգ հասկանում են, թե ասենք իրենք իրականում ինչ աշխարհում են ապրում, ինչու համար են եկել այս աշխարհ, այսինքն թեմաներ, որոնք մենք ձեզ հետ արդեն քիչ թե շատ հույսով եմ, որ բավականին մանրակրկիտ քննարկել ենք։ Հիմա եւ ուրեմն այդպիսի հասարակությունը ինքը հենված է առաջերտին ճշմարտության վրա։ Գլխավոր ճշմարտությունը, որը հասկանում են հոգևոր մարդիկ, կայանում է նրանում, որ կա Գերագույն Աստծո անձնավորություն, որ հոգիները Գերագույն Աստծո անձնավորության անբաժանելի մասնիկներն են եւ ամենակարևորը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանիակներին ուզում է տեսնել երջանիկ։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք այս թեման, որ իրականում այստեղ շատ մի խնդրահարույց ուրեմն թեմա է առաջանում, դա նա է, որ եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բարյացակամ է, ապա ինչու նյութական աշխարհի օրենքները ինչու են այսքան դաժան։
որովհետև իրապես իրականում կենդանի էակի համար նյութական աշխարհը ինքը բարենպաստ վայր չի երջանիկ լինելու համար։ Ինչու՞, մենք սա բազմիցս նույնպես քննարկել ենք, հա, որովհետև շատ պարզ պատճառով, որովհետև նյութական աշխարհում, որ ուրիշ ոչ մի բան չվերցնենք, մի կենդանի էակ ինքը կերակուր է հանդիսանում ուրիշ կենդանի էակի համար։ Եվ այս տեսանկյունից, եթե մենք բացարձակ տեսանկյունից ենք խոսում, ընդհանրապես միևնույն է, ազնվորությունը ինքը մսակեր է, թե բուսակեր, չէ, որովհետև մենք ասենք Փառք Աստծո հիմա այդ ճշմարտությունները իրանք բացահայտված են, չէ, եւ միանշանակ պարզ է, որ բուսականությունը ինքը նույնպես զգալ գիտի։ Եթե ինքը զգալ գիտի, դա նշանակում է, որ այդտեղ ապրում է կենդանի, այդ ձևերի մեջ կյանքի նույնպես ապրում են կենդանի էակներ, չէ։ Այսինքն բուսակերներն էլ իրենց հերթին ամեն վարքյան զբաղված են բուսականության ներկայացուցիչներին սպանելով, չէ, կամ ասենք այսպես, կիսապրատ վերքեր պատճառելով։ Ես միշտ հիշեցնում եմ ձեզ, որ շատ վաղուց արդեն ճապոնացիները իրենք անցկացրել էին այդպիսի փորձարկումներ, չէ, երբ որ էլեկտրոնները, ինչ-որ սարքերը միացնում են բույսերին, չէ, դրված է 3 հատ բույս եւ 3 տարբեր մարդ մոտենում են այդ բույսերին եւ տարբեր տեսակի վերաբերմունք են։ Այսինքն մեկը մոտենում է, լուր կանգնում է բույսի առաջ 5 րոպե եւ թողնում է հեռանում։ Մյուսը մտնում է եւ ուրիշ բույսի ջարդում է։ Եվ այդ իր բաները այսպես սկսում են մաքսիմումի վրա տատանվել, այսինքն բույսը ցույց է տալիս, որ ինքը ցավ է զգում, չէ՞։ Եվ երրորդը մոտենում է եւ բույսին հաճելի խոսքեր է ասում։ Հետո իրանք գնում են, հա, մի քանի օր անց այդ նույն ազնվորությունները մոտենում են նույն բույսերին եւ իրանցից ոչ մեկ ոչինչ չի անում։ Նա ով որ լռել էր, մոտենում է կանգնում է բույսի առաջ եւ բույսը ինչպես որ ինքը հանգիստ տվյալներ ուներ, այդպես էլ հանգիստ տվյալներ ունի, այսինքն ընդհանրապես ոչ մի ռեակցիա չի տալիս, չէ՞։ Երբ որ լուր գալիս եւ կանգնում է այն ազնվորությունը, որը ինքը ջարդել էր բույսի բաները, ճյուղերը, չէ՞։ Բույսը ինքը միանգամից այնպեսի այդպես արագ սկսում է շարժվել իր տվյալները, այսինքն ինքը էմոցիոնալ շատ այսպես ցայտուն ռեակցիա է տալիս, այսինքն ինքը ցույց է տալիս, որ ինքը անձնավորությունը ճանաչեց եւ հիմա անհանգստանում է, որ իրան նորից ցավ են պատճառելու, հա, եւ այն բույսը, որը մոտեցել էին եւ իրեն ինչպես սիրալիր բառեր էին ասել, հենց որ ասենք այդ անձնավորությունն է մոտենում, լուր կանգնում է, բույսը այնպես բանվել ելևէջներով, այսպես դանդաղ ռեակցիա է տալիս, որ ճանաչեց այդ անձնավորությունը որպես դրական էմոցիաների աղբյուր։ Չէ, այսինքն այսա, եթե մենք ջալամի քաղաքականություն չենք վարում, չէ, ուրեմն մենք հասկանում ենք, որ բուսականությունը ինքը նույնպես իր մեջ, դրա համար հայրացիներն ասում են, բոլոր տեսակի կյանք պարունակող ձևերի մեջ կա հոգի։ Սա։ Հասկանում եք։ Հիմա եւ տեսեք, ասենք, չէ, եւ նյութական աշխարհի, նյութական բնության օրենքը դա է, որ մեկը մյուսին ուտելով են զբաղված։ Չէ, հիմա եթե Աստված սեր է, ինչու է ինքը այդպես արել։ Չէ, եւ այդ հարցը երբ որ առաջանում է, երբ որ մարդն է ինքը ուզում տրամաբանական պատասխան տալ, չէ, ինքը արդարացնում է սրանով, որ կենդանիների մեջ, կենդանիների եւ բուսականության մեջ հոգի չկա, այսինքն որ իրանք ցավ չեն զգում։ Ինչպես կարող են իրանք ցավ չզգալ, կամ ուտելու համար են նախատեսված։ Հա, այդով այդպեսի բան ասեց։ Եթե մենք երբ որ կառուցվածքային կամ քիմիական տեսանկյունից ենք նայում, չէ, օրինակի համար ասենք, կենդանիների, որոնց որ մենք ուտում ենք, չէ, որ այդ կենդանիների մարմնի կառուցվածքը, քիմիական բանը, բաղադրությունը, չէ, ինքը չի տարբերվում մարդուց։ Դա նշանակում է, որ իրանք նույնպես նույն ցավն են զգում, ինչ որ եւ մենք։
Եվ այդ ինչպես ստացվեց, որ մարմինը ինքը նույն կառուցվածքը ունի, հա, բայց ցավ զգացողը մի դեպքում հոգի է, մյուս դեպքում հոգի չի։ Այստեղ ինչ-որ տրամաբանություն չկա, էլի, եթե ուշադրություն եք նայում, չէ՞, ուրեմն նյութական աշխարհը ինքը դաժան է։ Եվ շատ դժվար է կապել, որովհետև այդ հանգամանքը, որ մեկը մյուսի համար ուտելիք է, չէ՞, ինքը պայքար է, չէ՞։ Այսինքն ամեն վարքյան նյութական աշխարհում կենդանիակները դատապարտված են պայքարեն իրենց կյանքի համար։ Հիմա այդ պայքարը, երբ որ պայքար է մղվում կյանքի համար, այդ պայքարի մեջ մենք կարող ենք ասել, որ արտահայտված է Գերագույն Աստծո անձնավորության սերը։ Շատ դժվար խնդիր է, չէ՞, բացատրել, թե ընդհանրապես ինչու է։ Ես հույսով եմ, որ այն ժամանակ, երբ որ մենք քննարկել ենք այդ հարցերը, բավականին մանրակրկիտ ես, ասենք, փաստարկներ եմ բերել, որպեսզի հասկացվի, որ իրականում այն, որ նյութական աշխարհը ինքը այսպիսի դաժան կառուցվածք ունի, դա Գերագույն Աստծո անձնավորության նախաձեռնությունը չի։ Դա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հաշվի է նստում նյութական աշխարհ եկող կենդանի էակների հոգեբանության հետ, որտեղ, այո, նյութական աշխարհ եկող կենդանի էակները ուզում են հնարավորություն ունենալ մեկ-մեկու վնաս տալու, ընդཐུպ մինչև սպանելը։ Հասկանում եք, եւ հենց դրա համար է, որ իրանք գալիս են նյութական աշխարհ, որովհետեւ հոգեվոր աշխարհում հոգեվոր մարմինը հնարավոր չի ոչնչացնել։ Այդ մարմինը ինքը հավերժ է, չէ՞, ինչպես Տեր Կրիշնան Բհագավադ Գիտայում ասաց, չէ՞, որ հոգուն հնարավոր չի ոչ թրջել, ոչ կտրել, ոչ այրել, ոչ չորացնել, ոչ մի բան հնարավոր չի իր հետ անել։ Եվ երբ որ կենդանիակը ինքը ինչ որ մեկին ատում է, ինքը չի կարող վնասի, այսինքն չի կարող բավարարի իր ցանկությունը, հա, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենդանիակներին վերաբերվելու եւ ցանկություն ձևավորելու ազատություն է տվել եւ հնարավորություն է տալիս, որպեսզի կենդանիակները իրականացնեն իրենց ցանկությունները։ Առաքին բան սիրո հիմքի վրա ցանկությունները իրականացվում են հոգեվոր աշխարհում եւ այնտեղ ապրողները միշտ վայելում են ուրեմն բանը երջանկությունը, չէ՞, եւ ուրեմն այդ իրար վնաս տալու, իրար սպանելու, նախանձի հիմքի վրա ուրեմն ցանկությունները իրականացնելու համար Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախատեսում է նյութական աշխարհը։ Եվ այդտեղից գալիս է այդ ուրեմն նրա դաժան կառուցվածքը, չէ՞։ Ուրեմն մենք քննարկեցինք այդ բոլոր թեմաները եւ ուրեմն հիմա Վիդուրն ինքը գնահատական է տալիս այն գիտելիքին, հա, որը ինքը ստացավ։ Ինչպես ես ասեցի, հոգեվորոշուցիչ աշակերտ տարաբերությունները արիացիների մոտ շատ յուրահատուկ բան ունեին, չէ՞։ Ուրեմն այնտեղ ծնվում էին հասարակության մեջ, ծնվում էին այն հոգիները, որոնք իրենք անկեղծ են հոգևոր ճանապարհի մեջ։ Եվ այդպիսի անձնավորությունները իրենք բնականաբար այս կամ այն չափի առաքինություն զարգացրած են։ Եվ շատ տրամաբանական է, որ իրական հոգևոր դաշտը ինքը պետք է այնպիսի կառուցվածք ունենա, որ առաքինի անձնավորությունները պիտի լինեն այդպիսի հասարակության պարագլուխը։ Հիմա, եթե պարագլուխները, այսինքն ղեկավարները հասարակության, իրենք ռեալ առաքինի են, չէ՞, դա ունի իր սիմպտոմները։ Հասկանում եք, եթե ուրեմն ղեկավարները իրենք առաքինի են եւ հոգեվոր եւ բաներ են, նո այնտեղ աշխարհիկ չկա եւ իշխանավորները, չէ, եւ հոգեվոր ղեկավարները, առաջնորդները եւ իշխանավորները, չէ, եթե իրենք առաքինի են, դա ունի իր արտահայտումը։ Դրա համար իրանք տալիս են սիմպտոմները։ Իրական կրոնական դաշտում բոլորը բարեկեցիկ են։ Այսինքն ոչ մի այդպիսի անձնավորություն չկա, որ լինի աղքատ, որին, ասենք, բանարվի, ասենք, առաջարկվի համբերել աղքատությունը։ Հասկանում եք, չէ՞։ Այդպիսի իրականություն ինքը կարող է տեղի ունենալ միայն կեղծ կրոնականության դաշտում, երբ որ
առաջնորդները իրանք առաքինի չեն։ Իրանք սովորական տգիտության կամ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող էգոիստ կենդանի էակներ են։ Հա? Եվ դրա համար իրանք հարստանում են սովորական ժողովրդի հաշվին կամ ինչու ոչ իրար մեջ են մրցակցում, չէ, եւ ով կարողանում է հաղթում է այդ մրցակցության մեջ եւ մեկը մյուսի հաշվին ավելի է հարստանում, այն մյուսին գցելով բարեկեցիկից աղքատների մեջ եւ այլն, չէ։ Որովհետեւ այսա նշանակում է, որ առաքինություն չկա։ Ես միշտ ասել եմ, ասում եմ եւ մինչեւ կյանքիս վերջ ասելու եմ։ Եթե կա առաքինություն, այսինքն եթե կա հոգեվոր ինչ-որ մի բան պետության մեջ, չէ, կամ ասենք հասարակության մեջ, այդտեղ չի կարող լինել աղքատություն, որովհետև ոչ մի առաքինի մարդ իր կողքը չի կարող հանդուրժել սոված եւ աղքատ մարդու։ Հասկանում եք, եթե դու համբերի քո աղքատությունը, հա, ինչու, Աստծո գործերը անքննարկելի են։ Աստված ավելի լավ գիտի, թե ինչու է քեզ աղքատ դարձրել։ Որովհետև եթե դու աղքատ ես, համբերի, մենք էլ գնացինք մեր հարստությունը վայելելու, քեզ էլ կողոպտելու։ Սրա մեջ ոչ մի առաքինություն եւ ոչ մի հոգեվոր բան չկա։ Սա այստեղ ինչ-որ կետեր կան, ես միշտ ասում եմ, էլի, որ իրանք սև ու սպիտակ են, չէ՞։ Հիմա, ուրեմն, կրոնական դաշտը ինքը ունի իր սիմպտոմները։ Չի հանդուրժում բան, աղքատություն, չի հանդուրժում դժբախտություն։ Ինչ է նշանակում, ինչից է կենդանիակը դժբախտանում։ Կենդանիակը դժբախտանում է, երբ որ չի կատարվում իր ցանկությունները։ Հիմա, հենց որ խոսքը գնում է ցանկությունների մասին, չէ՞, ուրեմն այստեղ երկու խնդիր կա։ Մեկը դա նա է, իսկ ինչքանով է իմ ցանկությունը առաքինի։ Այսինքն գերագույն աստվածնավորությունը եւ հոգեվոր մարդիկ իրանք ուշադրություն են դարձնում առաջի հերթին այդ թեմային։ Եթե իմ մեջ ձևավորվեց որևիցե ցանկություն, ինչքանով է այդ ցանկությունը առաքինի։ Հա, ինչ է նշանակում ստուգել ցանկությունը առաքինի է թե ոչ։ Դա ընդհանրապես մի խնդիր է։ Դու ունես արդյոք այնպիսի ցանկություն, որի իրականացումը ինչ որ մեկին դժբախտացնում է։ Հասկանում եք։ Եվ վերջ։ Սա առաջինը։ Երկրորդը դա նա է, որ այո, ուրիշ կենդանիակները նույնպես ունեն ցանկություններ, ինչպես ես դու վարվում ուրիշ կենդանիակների ցանկությունների հետ։ Հիմա նույն պայմանով, եթե այդ ցանկությունները առաքինի են։ Չէ՞, այսինքն դու թույլ տալիս ես, որպեսզի ուրիշ կենդանիակի ցանկությունները կատարվեն։ Եթե դու կարողանում ես բռնություն գործել ուրիշ կենդանիակի վրա, չէ՞, որ ասենք միշտ կատարվեն քո ցանկությունները, որպեսզի ինքը ասեց այդպես էլի պահի իրան այնպես ինչպես դու ես ուզում, դա բռնություն է, դրա մեջ ոչ մի հոգևոր բան չկա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, երբ որ օրինակ ասենք այդ նույն սկզբունքը մենք փորձում ենք իրականացնել աստվածամերժության դարաշրջանում, չէ՞, այդտեղ մենք ստանում ենք անհեթեթություն։ Որն է այդ անհեթեթությունը, որպեսզի ես բռնություն չկատարեմ ուրիշ կենդանիակների ցանկությունների վրա, դուրս է գալիս, որ ես աջակցում եմ ուրիշ կենդանիակին, որպեսզի ինքը իրականացնի իր արատավոր ցանկությունները։ Հասկանում եք, այսօր շատ խնդրահարույց խնդիրներ են, չէ՞։ Այդ դրա համար է, որ ես ասում եմ, այդ սպეციფიკան ինքը շատ կարևոր է, որ արիացիների քաղաքակրթությունը դա իրական հոգևոր անձնավորությունների քաղաքակրթություն էր։ Խոսակցությունը շատ կարճ էր։ Եթե դու ուզում ես արատավոր լինել, խնդրեմ, արիական քաղաքակրթությունից դուրս կա այդպիսի պետություններ։ Գնա եւ ապրի այնտեղ։ Վերջ, շատ հանգիստ խոսակցություն։ Այս պետությունը ինքը նախատեսված է իրական հոգևոր մարդկանց համար։ Եվ ոչ մեկի չի բռնանում։ Եթե ուզում ես, խնդրեմ, դու ազատ ես, գնա իրականացրու այնտեղ, որտեղ որ ապրում են քո նմանները։ Ինչու՞, որովհետև գերագույն աստվածնավորության կարծիքը ինքը այդպիսին է, որ երբ որ կա առաքինության դաշտ,
հա, այդտեղ չի կարելի թույլ տալ, որպեսզի առաքինիների մեջ ապրեն արատավորները։ Ինչու՞։ Որովհետև Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ բարձր տրամաբանության է հետևում։ Առաքինի ազնվորությունները իրենք արժանի են երջանկության։ Եթե թույլ տալ, որպեսզի առաքինի ազնվորությունների շրջապատում ապրեն արատավորները, չէ, արատավորները իրենք առաքինիներին դժբախտացնելու են։ Սա շատ հասարակ սկզբունք է։ Եվ այդ ամենը ինքը արվում էր առանց ոչ մի եսի միջոր չէ, արի բերենք, քեզի մորթենք, քեզի սպանենք, չգիտեմ ինչ անենք, որտեղ դու էս չարեցիր, էսի սկզբունքին չհետևեցիր, այդպիսի բաներ ինքը արական քաղաքակրթության մեջ հայտնվում է, երբ որ սկսվում է աստվածամեժության դարաշրջանը եւ արդեն հասարակության մեջ ծնվում են ոչ արիացիներ։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, էլի։ Հիմա ուրեմն կրոնականությունը ինքը ունի այսպիսի դաշտ, չէ՞։ Եվ Մայտրեյան ինքը շատ մանրակրկիտ բացատրեց մեզ իրականում, թե ասենք այդ ամեն ինչը ինքը ինչպես է գործում, ինչ խնդիրներ են այդտեղ առաջանում եւ այլն եւ այլն։ Վիդուրան, երբ որ ինքը հիմա ընդհատեց, չէ՞, եւ ինչպես ես ասեցի, այստեղ արդեն հոգեվոր ուսուցիչ, աշակերտ մշակույթ է գալիս, ինչ համար, որովհետեւ արիական քաղաքակրթության մեջ որպես իդեոլոգիա, գաղափարական ուրեմն առաջնորդներ հասարակության մեջ, չէ, ուրեմն հասարակության առաջնորդներն էին իրական հոգևորականները, այսինքն մաքսիմալ իմաստության եւ մաքսիմալ մաքրության տիրապետող անձնավորությունները, չէ, եւ տեսեք այս պայմաններում, չէ, երբ որ գալիս էին այդտեղ ծնվում էին մաքուր նվիրալները, Գերագույն Աստծո անձնավորության մարմնավորումները եւ այլն, մեկ աստաբան քննարկել ենք, չէ, արիացիները իրենք անմիջապես ճանաչում էին այդ անձնավորություններին, ճանաչում էին եւ մեծ հարգանք էին մատուցում։ Ինչու՞։ Որովհետեւ իրենք շահագրգռված էին իրենց հոգու մաքրագործման process-ի մեջ։ Հասկանում եք, եւ եթե իրենք արդեն շահագրգռված են այդ process-ի մեջ, չէ, դա ինքնըստինքյան նշանակում է, որ իրանք հարգում են, հարգանք են մատուցում հոգևոր գիտելիքին տիրապետող անձնավորություններին։ Այլ է իրավիճակը աստվածամեժության դարաշրջանում։ Այստեղ ծնվում են այն կենդանիակները, որոնք իրենք ըմբոստ են Աստծո հանդեպ, որոնք իրենք ձգտում են անկախության, չէ, եւ այդ անկախությունը իրականացնելու համար իրենք շատ քաչ հասկանում են, որ եթե իրենք ընդունում են Աստծո գաղափարը, իրանք ստիպված են լինելու աշխատել իրենց ազատ բնության վրա եւ այդ ազատությունը սահմանափակել բարոյականության օրենքներով։ Չէ՞։ Իսկ դա իրանք չեն ուզում։ Հիմա երբ որ իրանք դա չեն ուզում եւ այդտեղ գալիս է Աստծո ծառան, որպիսի այդ սակավաթիվ կենդանիակների, որոնք իրանք սկսում են ոչ թե ինչ-որ կայացած են, այլ սկսում են հետաքրքրվել իրական հոգևորով, որպեսզի իրենց աջակցեն, չէ՞, բայց մեծամասամբ մարդիկ չեն ուզում իրենց սահմանափակել, իրանք մշտական ճանապարհներ են ման գալիս, որպեսզի ինչքան հնարավոր է ազատ կարողանան բավարարել իրենց զգայարանները։ Հասկանում եք։ Հիմա եթե իրանք դա չեն ուզում, իրենք ինչպես կարող են այդ սահմանափակումները իրանց մեջ պարունակող անձնավորություններին հարգալից վերաբերվեն կամ լավ ընդունեն։ Պարզ է, չէ, որ այդպիսի իրավիճակ չի կարող լինել։ Լավագույն, այն ամենալավագույն դեպքում, որ այսպես թե ամեն եկեղեցում 100 հատ մոմ վառի այդպիսի անձնավորությունը, դա նա է, որ աստվածամերժերը իրան ուղղակի արհամարեն։ Որովհետև կան շատ ավելի դաժան, շատ ավելի այսպես մեղմ ասած հարգանքից զուրկ ուրեմն պահվածք, չէ՞, որովհետև այո բնական է, գալիս է նրա կրողը, ինչը որ այդ ազնվորությունները չեն ուզում, ուրեմն բնականաբար եւ իրան
չեն ուզում, չէ՞։ Դրա համար ասենք, եթե հանկարծ իրական հոգևոր մարդը ինքը ունի աշակերտներ, որոնք ասենք իրեն շատ սիրում են, իրեն շատ կապված են եւ կապված են, իրանք շատ լավ գիտակցում են, թե ինչի համար են կապված, չէ՞, եւ այլն, չէ՞։ Աստվածավերջները անպայման այդտեղ ինչ որ մի հատ կեղտ են ուզում ման գան, չէ՞։ Անպայման ուզում են եւ այդ ամեն ինչը ուր է տարվում։ Այդ ամեն ինչը տարվում է այնտեղ, որ հոգևոր մարդը ինքը պետք է լինի միայնակ։ Եթե հանկարծ երկու մարդ իրան ընդունում են, դա նշանակում է, որ ինքը այդ երկու մարդու գլուխը կերել է։ Ինչ է արել, դեպի մաքրություն է տանում։ Հասկանում եք, այստեղ շատ բարդ խնդիրներ կան։ Հիմա մենք ձեզ հետ շփվում ենք արդեն հերթական անգամ արիացիների մշակույթի հետ, թե իրենք ինչպես են վարվում։ Հիմա տեսեք, մենք ձեզ հետ իրար հետ քննարկում էինք Մայտրեյայի պատասխանները, չէ՞, Մայտրեյայի տեքստերը հերթականորեն ուրեմն քննարկեցինք։ Հիմա Վիդուրան իրան կանգնացրեց, չէ, եւ ուրեմն առաջի հերթին սկսեց խոսել նրա մասին, թե այն գիտելիքը, որը ինքը միջև այս պահ ստացավ, ինքը իրան ինչ տվեց։ Եվ առաջի հերթին ինքը ինչ որ կերպ դիմում է իր ուսուցչին։ Առաջի բանը, որ ինքը ասեց, ով դու հզոր իմաստուն։ Չէ՞։ Այսինքն այս է, որ ես միշտ ասում եմ, որ Պրոփուպադը ինքը ասում էր, հիմարը չի երևում, քանի դեռ չի խոսել։ Հա? Հենց որ մարդը ազնվորությունը ինքը բացում է բերանը եւ սկսում է խոսել, միանգամից կա այս գոնե 5% բանականություն ունեցող ազնվորությունը ինքը անմիջապես կարողանում է հասկանալ, թե ես դա կալիբր բառով եմ ասում, հիմա էլ այդպես կասեմ, թե ինչ կարգի կալիբրի մարդու հետ գործ ունի։ Չէ՞։ Եվ տեսեք հիմա, Վիդուրան ինքը պարզ գիտակցում է, որ այն ամեն ինչը, ինչը որ Մայտրեյան արդեն ասեց, դա խոսում է նրա մասին, որ Մայտրեյան ինքը շատ լուրջ եւ Վիդուրան հենց այդ խոսքը ասեց, շատ հզոր իմաստուն է։ Չէ՞։ Հիմա տեսեք, այ առաքինի մարդը, հենց որ ինքը գնահատում է, որ իր դիմաց կանգնած է իմաստությունը, որովհետև առաքինության հիմքը իմաստությունն է, երբ որ առաքինության գոյավիճակն է սկսվում, կենդանիակը ինքը սկզբից զարգացնում է գիտելիք, հետո այդ գիտելիքի վրա կիրառելով այդ գիտելիքը դառնում է երջանիկ։ Այսինքն առաքինության գոյավիճակը ինքը երկու արդյունք ունի։ Մի արդյունքը դա իմաստությունն է, մյուս արդյունքը երջանկությունը, եւ առաջինը դա իմաստությունն է, որի հաշվին կենդանիակը հետո կարողանում է լինել երջանիկ, չէ՞։ Եվ տեսեք, առաքինի անձնավորությունը, երբ որ ինքը իմաստություն է հանդիպում, չէ՞, հիմա այդ իմաստությունը արդեն կապ չունի, դա գիրք է, անձնավորություն է, ով է, ինքը իմաստությունը ինքը անցալում է, որպես իր կյանքի տեր։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա ինքը նշեց, թե որն է այն իմաստությունը, որը ինքը իր հոգևոր ուսուցչից ստացավ։ Հա, հիմա տեսեք, ինքը չասեց, դու այնպես ասեցիր, որ ես հավատում եմ քեզ։ Միշտ հասկացողության մակարդակի մասին է խոսքը։ Ինքը ասեց, քո համոզիչ խոսքերը ցրեցին իմ կասկածները։ Չէ՞։ Հիմա երբ որ խոսքը գնում է կասկած բառը, երբ որ արտասանվում է, սա վերաբերվում է բանականությանը։ Հիշում եք, չէ՞, որ բանականության 5 ֆունկցիաներ ունի բանականությունը, չէ՞։ Ճիշտ հասկանալ, սխալ հասկանալ, կասկածել, քնել, հանգստանալ եւ հիշել։ Սա բանականության 5 ֆունկցիաներն են նստարյացիների։ Իրանք այդպես են բաժանում։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն Վիդուրանին ասում է, ես կասկածներ ունեի, ինչի վերաբերյալ։ Տիրոջ գերագույն անձնավորության եւ կենդանի էակների, չէ՞, այսինքն ինչ դիրք ունի
Գերագույն Աստծո ազնվորությունը, ինչ դիրք ունեն կենդանի էակները, ինչ դիրք ունեն կենդանի էակները համեմատ բաների по отношению բան Գերագույն Աստծո ազնվորության համեմատությամբ, չէ, եւ այլն։ Հա, հիմա եւ ինքը ասեց, որ այս թեմայով բոլոր իմ կասկածները դու համոզիչ ցրեցիր։ Այսինքն դու տրամաբանորեն էիր խոսում, հա, եւ իմ բանականությունը կասկածներից դուրս եկավ եւ մտավ ճիշտ հասկացողության մեջ։ Դրա համար ես հատուկ հանդիպումներից մեկում հատուկ ժամանակ տրամադրեցի, որ այդ թեման ինքը հասկացվի, որ իրականում արիացիների կրոնականությունը ինքը շատ խիստ հենված է բանականության վրա։ Մենք տեսնում ենք, որ այստեղ ինքը չի ասում ես հավատացի, որտեղ հավատալ դա նշանակում է վստահել մի բանի, որը ես չեմ հասկացել, որի ճշմարտության մեջ ես չեմ կարող լինել վստահ, հա, բայց ուղղակի հավատացի, այսինքն հավատը միշտ նշանակում է արգումենտ չեմ ստացել, հասկանում եք, որտեղ երբ որ ես արգումենտ եմ ստացել, ես հասկանում եմ, հիմա դրա համար Վիդուրան ինքը ասում է, ով դու հզոր իմաստուն, դու իմ տերն ես, այսինքն ես գործելու եմ քո իմաստության համապատասխան, հա, տերն միշտ նշանակում է անձնավորություն, որին ես ենթարկվելու եմ, չէ, քո համոզիչ խոսքերը ցրեցին իմ կասկածները, այսինքն դու չես բռնաբարել ինձ քո հեղինակությամբ, դու ինձ քո իմաստությունն ես ներկայացրել, դու ինձ փաստարկներ ես տվել, եւ այդ փաստարկները իրանք իմ կասկածները ցրեցին։ Հասկանում եք, բռնի ուժով հոգևոր զարգացում չի լինում։ Եվ Տիրոջ գերագույն անձնավորության եւ կենդանի ակտերի վերաբերյալ, չէ՞։ Եվ ինչ ասեց ինքը։ Ասեց հիմա այս պահին իմ միտքը առանց դժվարության թափանցում է այս թեմաների մեջ։ Հա, հիմա տեսեք, այս տեքստը ինքը համ էլ մեր համար բան է, ստուգող տեքստ է։ Այսինքն սա մի տեքստ է, որի միջոցով մենք կարող ենք ստուգել, ես այդ ինչ-որ Մայտրեյան ասեց, այս ամբողջ ընթացքում ինչ-որ լսել եմ, հիմա այսպես, և ինչ-որ Ադելաիդան ինքը ներկայացրեց, հա, իմ կասկածները ընդհանրապես, որը ես ունեի, Աստծո հանդեպ, կենդանեակի բնության հանդեպ, այդ հարաբերությունների հանդեպ և այլնի, ցրվել են, թե ոչ։ Այսինքն ես հիմա այսպես, ոնց որ Վիդուրան ասեց, իմ միտքը առանց դժվարության թափանցում է այս թեմաների մեջ։ Այսինքն ես առանց դժվարության ճիշտ կոնորոշվում եմ այլևս, թե ով է և ինչը ինչ է, չէ՞։ Եվ Վիդուրան ինքը շարունակում է, այսինքն ինքը հիմա ներկայացնում է, թե ինքը ինչ ստացավ այդ իր ուսուցչից, հա, ինքը ասում է, ով մեծ իմաստուն, ինչպես որ ակնկալվում էր, դու ինձ հրաշալի բացատրություններ տվեցիր, պայմանավորված հոգու դժբախտությունների միակ պատճառը Տիրոջ արտաքին էներգիայի տատանումներն են։ Չէ՞, այսինքն հիմա Վիդուրան ինքը ներկայացնում է, թե ինքը ինչ է ստացել։ Մարդիկ սովորաբար, չէ, այս տեքստը ընկալում են այդպես, որ եթե ասվեց արտաքին էներգիայի տատանումներն են, դա նշանակում է, որ կենդանեակը ինքը իր համար անմեղ եկել է նյութական աշխարհ, մեկ էլ ինչ-որ այս նյութական աշխարհի էներգիաները իրանք այնպես են շարժվում, որ ինչ-որ ազդեցություն են ունենում կենդանեակի վրա եւ այլն, չէ՞։ Բայց Վիդուրան ուրիշ բանի մասին է խոսում։ Ինքը ասում է, կենդանի էակը, հա, այսինքն կենդանի էակը, որը ինքը մաքուր է, իրա դժբախտությունները դա արտաքին էներգիայի տատանումներն են, այսինքն կենդանի էակը ինքը իր գիտակցությամբ գտնվում է նյութական աշխարհում, չէ՞, այդ նյութական աշխարհում ինքը ինչ-որ մի հատ նյութական մարմին է վերցնում, այս նյութական մարմինը դա նույնպես Գերագույն Աստծո անձնավորության էներգիան է, չէ՞, եւ հիմա այդ նյութական մարմինը ինքը հայտնվում է ինչ-որ իրավիճակների մեջ, չէ՞, եւ կենդանեակը նույնացնելով իրան այն ամեն ինչի հետ, ինչ որ կատարվում է այս մարմնի հետ,
տառապանք է զգում։ Այս հրա մասին է խոսքը։ Հասկանում եք, եւ որ ինքը ասում է արտաքին էներգիան, մեր մարմինները նույնպես այդ արտաքին էներգիան են։ Չի կարելի էլ երբես ընկալել, որ մենք այս մարմնով, ինչ որ էներգիան ինքը ինչ որ տատանումներ է տալիս եւ մեր վրա ազդում, այսինքն որ պատասխանատվությունը Աստծունն է։ Սա սխալ ընկալում է տեքստի։ Արտաքին էներգիայի մեջ մտնում է նաեւ մեր նյութական մարմինը։ Եվ այո, այս նյութական մարմնի տատանումները կամ այն ամենը, ինչ տեղի է ունենում այս նյութական մարմնի հետ, դա էլ է արտաքին էներգիայի տատանումները, չէ՞, խիստ ազդեցություն է թողնում հոգու վրա եւ հոգին ինքը տառապանք է զգում։ Հիմա հաջորդ տեքստով ինքը ասեց, որ նյութական աշխարհում միայն ամենաամիտները ու նրանք են երջանիկ, ովքեր բարձրացել են բանականության մակարդակից վեր։ Միջին դիրքում գտնվողները դատապարտված են տառապանքի։ Բhagavad Gita-ում նույնպես Տեր Կրիշնան ինքը կասի այսպիսի տեքստ, ինքը կասի, որ միայն հիմարները եւ իմաստունները կարող են այս աշխարհում լինել երջանիկ։ Մնացածները բոլորը տառապում են։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այդ միջինում գտնվողները բոլորը տառապում են։ Հիմարները իրենք երջանիկ են, որովհետև ամեն ինչը սխալ են ընկալում, չէ՞։ Ամեն ինչը սխալ են ընկալում, այդ ընկալման մեջ շատ տարօրինակ պահվածք կարող են դրսևորել, շատ տարօրինակ գաղափարներից կարող են երջանկանալ։ Ասենք այո, հիմարներն են կարող երջանիկ լինել եւ արդեն տրանսցենդենտալիստները, այսինքն շատ բանականությունից բարձր, դա նշանակում է նրանք, ովքեր գիտակցում են իրանց հոգին, չէ՞։ Եվ այդ մնացած բոլորը եւ նրանք, ովքեր տգիտության գոյավիճակի ազդեցության տակ են, եւ նրանք, ովքեր կրքերի, եւ նրանք, ովքեր առաքինության գոյավիճակի ազդեցության տակ են, քիչ թե շատ միևնույնն է, գտնվում են նյութական աշխարհի տառապանքների, այդ դատապարտված են տառապանքների, չէ՞։ Եվ այստեղ այրացիներ իրանք մի պարզ արգումենտ են բերում։ Նրանք ասում են, ինչքան էլ ուզում է, որ բարենպաստ լինի կենդանիակի կյանքը, եթե նյութական աշխարհում կա ծնունդը, կա ծերությունը, հիվանդությունները եւ մահը, իսկ այդ գործոնները կան եւ առաքինիների համար, եւ կրքոտների համար, եւ տգետների համար, չէ՞, ոչ մեկ այդ երեկվա հիվանդություններից կարողանում են խուսափել առաքինիները, ասենք, բայց իրականում, ասենք, վերջնականում ոչ մեկ այդ երևույթներից չի կարող ազատվի, կարող է երկարացնի, կարող է երկարակյաց լինի, բայց միևնույնն է մահկանացում։ Օրինակ ասենք, եթե մենք վերցնում ենք կիսաստվածների կյանքի տևողությունը մեր համեմատ, չէ՞, կիսաստվածները կարող եք ասել հավերժ են ապրում մեր համեմատ, այնքան երկար է իրենց կյանքը, հասկանում եք, բայց միևնույնն է, Իմ ամուսինը մի լավ խոսք էր ասում էր, ինչքան էլ ուզում եք կենդանիակը ապրի, չէ՞, այն պահին, երբ որ մահն է գալիս կենդանիակի առաջ կանգնում, իր համար միևնույնն է ինքը ինչքան է ապրել։ Մահվան հետ հանդիպումը միշտ, ինչքան էլ ուզում եք կենդանիակը ապրած լինի, չէ՞, ընդունել, որ պիտի վերանաս, դա հոգու համար ամենաանհնար գաղափարն է, որ հավերժ հոգին պիտի ընդունի, որ ինքը պիտի ոչնչանա։ Այդտեղ ինքը ամենաշատն է դիմադրում։ Հասկանում եք, եւ այդ 4 տառապանքներից ոչ մեկ չի կարող ազատվել, չէ՞։ Հիմա դրա համար ինքը ասում է, միայն հիմարները, ովքեր որ ընդհանրապես այդ թեմաներով չեն հետարկվում, չէ՞, եւ ասենք իրանց մեջ չկա։ Երբ որ ազնվորությունը ինքը հիմար նկատի ունենք, որ ինչ-որ մենք մեր ժամանակակից լեզվով եթե ասենք, ինչ-որ խախտումներ ունեցող, չէ, ռեալությունից կտրված։ Հասկանում եք, այդ ազնվորությունները իրանք չեն գիտակցում, որ մահկանացու են։ Դրա համար իրանց մեջ չկա վախ։ Իրանք չեն գիտակցում իրականությունը։
Դրա համար իրանց մեջ չկա անհանգստություններ ապագայի հետ կապված։ Հասկանում եք։ Դրա համար ասենք իրանք կարողանում են այսպես երջանիկ ապրել աշխարհից անջատված։ Չէ՞, եւ ասենք, մենք հայերով այսպես կենցաղային խոսակցությունների մեջ ես շատ եմ լսել այդ արտահայտությունը, որ ասենք կարող են ասել, որ երջանիկ ապուշ է։ Չէ՞, ինչու համար, որտեվ մենք հասկանում ենք, որ ազնվորությունը, որը ինքը գիտակցում է նյութական աշխարհի իրականությունը, ինքը չի կարող լարված չլինել։ Ինքը չի կարող անհանգիստ չլինել։ Եվ այդ հանգստանալ, ինչ-որ բանել է այդ ինչ-որ մենք ասում ենք արխայնանալ, չէ՞։ Դա իրականում շատ բարդ խնդիր է, որովհետև նյութական աշխարհը ինքը այդպես հանգիստ տրամադրությունների համար չի նախատեսված։ Իր մեջ կան այս 4 երևույթները։ Հասկանում եք։ Հա, հիմա եւ Վիդուրան ինքը ասում է, որ ինքը սա հասկացավ։ Հիմա հաջորդը։ Բայց ես Տերիմ խորապես պարտական եմ քեզ, քանի որ քո շնորհիվ եմ հասկացել, որ նյութական աշխարհը, որը մեզ այդքան իրական է թվում, իրականում պատրանքային է։ Ես չեմ կասկածում, որ քո ոտնաթաթերին ծառայելով ես վերջապես կկարողանամ ազատվել իմ մոլորությունից։ Հոգևոր ուսուցչի ոտնաթաթերին ծառայողը հասնում է տրանսցենդենտալ էքստազի վիճակի, ծառայելով գերագույն Տիրոջը, մաթու դեմոնի ոխերիմ թշնամուն։ Տիրոջը, որին ծառայելով կարելի է ազատվել բոլոր նյութական տառապանքներից։ Չէ՞։ Այո, այստեղ ուրեմն մենք տեսնում ենք, որ Մայտրեյան ինքը հայտարարում է, թե ինքը ինչ համոզմունք ունի, ինքը ինչպես է վերաբերվում իր հոգևոր ուսուցչին։ Չէ, ասենք ինքը հոգևոր ուսուցչին գնահատում է որպես շատ հզոր իմաստուն, չէ՞։ Գնահատում է որպես մի ազնվորություն, որ այդ ազնվորությունը իրեն օգնելու է ճիշտ գնահատել եւ նյութական աշխարհը, եւ հոգու դիրքը, եւ գերագույն Աստծո ազնվորության դիրքը։ Սա ինչու է կարևոր, որովհետեւ եթե կենդանիակը ինքը ունի այդ գիտելիքը, չէ՞, ինքը ճիշտ քայլեր է սկսում անել։ Այդտեղ ինքը փոխում է պրիորիտետը իր նախա, մի րոպե, այդ խոսքը նայեմ, հա։ Շնորհիվություն։ Հա, որովհետև այդպիսի, ասենք, բանը որ ինքը առաջնահերթություն է տալիս, մոռացա հիմա ինչի համար է ուզում այդ բառը գտնեմ։ Հա, հասկանում եք, ուրեմն այստեղից սկսեմ, հեսա կգա, հա։ Ուրեմն այստեղ Վիդուրան ինքը այդ բանն է, այդ իր խորը համոզմունքն է ցույց տալիս, չէ՞, որ ինքը ինչ ասում է, ես խորապես պարտական եմ քեզ։ Չէ՞, ինչու՞։ Որովհետև ես քո շնորհիվ հասկացա, որ տեսեք, մենք հա դա քննարկում ենք, չէ՞, որ արիացիները ինչ որ մի հատ շատ անսովոր գաղափար են առաջ քաշում։ Եվ եթե իրանք հիմար չեն, իրանք պիտի հասկանան, չէ, որ երբ որ իրանք այս գաղափարը առաջ են քաշում, օրինակ, բաների, հատկապես աստվածամերժության դարաշրջանի ապրողների 90%-ը հենց այս գաղափարը լսի ասելու է սա հիմարություն է։ Բայց միևնույնն է իրենք դա պնդում են։ Այս աշխարհը իլյուզոր է, ինչքան է ուզում է ինքը թվա, որ իրական է, սա չի իրականությունը։ Ես շատ եմ չէ դες հետ քննարկում, որ իրականում, ասենք, այն թվային աշխարհը, որ հիմա փորձում են իրականացնել մեր մոլորակի վրա, դա իլյուզիայի մեջ իլյուզիա ստեղծելու, ուրեմն, փորձերն են, այսինքն գաղափարը այստեղից վերցվել է, որ այս ինչ են ասում ես արիացիները, կա ինչ-որ մի հատ իրականություն, չէ, եւ կա
Եվ կան կենդանի էակներ, որոնք այդ իրականությունից գիտակցության մակարդակի անջատվել են եւ տեղավորվել են ինչ-որ մի հատ ուրիշ իրականության մեջ, որը իրականում չկա։ Ու ես միշտ վերում եմ, ասում եմ Ավատար ֆիլմը։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս։ Ուրեմն այս բաները, չէ, իրանք հիմարություն են թվում։ Բայց հիմա Վիդուրան ասում է, քո շնորհիվ ես հասկացա, որ դա իրապես այդպես է, որ այն ինչ որ ինձ այսքան ռեալ է թվում, իրականում պատրանքային է։ Անում եք, չէ՞։ Եվ ինքը ասում, ես չեմ կասկածում, որ քեզ ծառայելով ես վերջապես կկարողանամ ազատվել իմ մոլորությունից։ Հա, հիմա տեսեք, այստեղ ինչ ասեց Վիդուրան։ Չէ, ինքը ասեց, մանը կներեք ինքը ասեց, որ ծառայելով եւ այս սա արիացիների հաջորդ ամենասիրած գաղափարն է։ Հասկանում եք, որ անձնավորությունը ինքը կարող է գիտելիքը իրականացնի միայն այն դեպքում, երբ որ ծառայում է նրան, ումից այդ գիտելիքը ստացել է։ Չէ՞։ Հիմա նորից վերադառնում ենք այդ հարցին։ Իսկ ինչ է նշանակում ծառայել։ Մենք սա քննարկել ենք, որ հոգևոր ուսուցչի ծառայելը ինքը ունի ընդհանրապես երկու արտահայտություն։ Առաջինը հոգևոր ուսուցչին ծառայելը, դա հոգևոր ուսուցչի մարմնին ծառայելն է։ Այսինքն հետևել հոգ տանել այսինքն հոգատարությունը, էլեմենտար նյութական հոգատարությունը։ Ինչու, որովհետև հոգևոր ուսուցիչը ինքը ըստ արիացիների իրավունք չունի աշխատի, հասկանում եք, իրավունք չունի աշխատի իրենից ցածր գիտակցություն ունեցող կենդանի էակների ղեկավարության տակ։ Ինչու համար, որովհետև այդպիսի շփումները իրանք խիստ անբարենպաստ են եւ հոգեվոր բարձր մակարդակի վրա կանգնած կենդանի էակը, եթե ինքը շփվում է եւ ենթարկվում է իրանից ավելի ցածր գիտակցություն ունեցող կենդանի էակին, ինքը դեգրադացիա է ապրում, այսինքն ինքը կորցնում է իր հոգեվոր ձեռքբերումները եւ դրա համար դա արգելված է եւ հոգեվոր ուսուցիչներին արիական քաղաքակրթության մեջ դա է տրված, որ իր մասին պետք է հոգ տանեն իր աշակերտները։ Համապատասխան, ինչքանով որ այդ աշակերտները գոհ են մնում իրենց հոգևոր ուսուցչից, այդքանով էլ հոգատարություն են ցուցաբերում։ Եթե հոգևոր ուսուցիչը ինքը պարտադրում է, այսինքն այդ նյութական խնդիրը մենք դες էլ շատ ենք քննարկել, որ սա շատ էսպես ցավոտ կետ է մեր ժամանակներում, չէ՞։ Ինչու համար, որովհետև գիտեք ինչպես է էլի, արիական քաղաքակրթության մեջ ես միշտ սա ասում եմ, չէ, կեղծ հոգևոր ուսուցիչ այդպիսի բան չկար։ Կեղծ հոգևոր ուսուցիչը արիական քաղաքակրթության մեջ, ասենց իրան որ ոչ մեկ ձեռք չտար, մենակ այն մթնոլորտը, որը այդտեղ կար, ինքը 3 րոպեում այդտեղ քխեղտվեր։ Չէր կարող գոյատևել։ Հասկանում եք։ Ուղղակի չէր կարող գոյատևել եւ վերջ։ Հիմա եւ տեսեք ասենք, չէ՞, իսկ երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, աստվածամերժության դարաշրջանի հետ միասին գալիս է կեղծ կրոնականության դաշտը եւ կեղծ հոգևոր ուսուցիչ։ Սա այնպես եւ այդ կեղծարարները իրանք լինում են խորամանկ։ Հասկանում եք։ Այսինքն իրական հոգևոր մարդիկ իրենք պարզամիտ են, իսկ ոչ իրականները իրենք խորամանկ են։ Հիմա դուք հասկանում եք, չէ՞ որ ասենք, այ դուք պատկերացնում եք սովորական մարդը ինքը
ինչպիսի խճճվածության մեջ է հայտնվում, որ կարողանա տարանջատի ընդհանրապես իրական հոգևորին կեղծ հոգևորից։ Երբ որ կեղծ հոգևորը ինքը խորամանկ է։ Եվ այնպիսի բաներ կա, ես միշտ ասում եմ, հատկապես մեր ժամանակի տեխնոլոգիաները, չէ, իրանք այնպիսի բաներ կարող են կենթանի էակին հնարավորություն են տալիս այնպիսի բաներ անել մարդու հետ, որ այսպես էլի ուղղակի հնարավոր չի պատկերացնել, թե ինչեր կարելի է տնավարի ասած սարքել անկեղծ եւ իրական հոգևորությունի գլխին։ Հասկանում եք, չէ՞, շատ բարդ թեմա է։ Դրա համար ասենք կա մի հատ գործոն, որը միանգամից երևում է ինչը ոնց է։ Կեղծ հոգևորությունիչը ինքը ինչպես ասեմ էլի տաքսա է դնում իր քարոզի համար։ Իրական հոգևորությունիչը ինքը ընդհանրապես այդպիսի պայմաններ չի քննարկում։ Ինքը այսպես անշահախնդիր, չէ, անշահախնդիր բաժանում է գիտելիքը։ Ով ինչպես աջակցում է, այդպես էլ ինքը դրանով բավարանվում է։ Եթե դիմացինը ինքը չունի այդքան մտածելակերպ, որ մարդը, որից ինքը գիտելիք է ստանում, նույնպես պիտի ապրի, չէ, եւ ինքը կարող է, ասենք, ինչ-որ մի կերպ բացահատույց լինել դրա դիմաց, իրական հոգևորությունիչը երբեք այդպիսի խնդիր չի դնում ոչ մեկի առաջ։ Ասենք, ուզում եք լինել անշնորհակալ, եղեք անշնորհակալ։ Ոչ մի նշանակություն չունի։ Հասկանում եք, չէ՞։ Բայց իրանք աշակերտները արիական քաղաքակրթության մեջ դա այդպես է, իրանք աշակերտները իրենք հասկանում էին այդ խնդիրները եւ դրա համար հոգ էին տանում հոգեվորությունի մասին։ Ուրեմն առաջին խնդիրը սա հոգեվորությունի նյութական մարմնի, նյութական խնդիրների, նյութական գոյության մասին հոգ տանելն է։ Չգիտեմ, այդտեղ առողջություն, կենցաղ եւ այլն, հատկապես եթե հոգեվորությունիչը ինքը ընտանիքավոր է։ Հիմա հաջորդը դա հոգեվորությունիչի միսիան է։ Հոգեվորությունիչը ինքը գալիս է, որպեսզի տարածի հոգևոր գիտելիքը։ Եվ բոլոր այն ազդավորությունները, որոնք իրենք աջակցում են այդ process-ին, տարածելով հոգեվորությունիչի կողմից տրված կամ հրապարակված գիտելիքը, իրենք ծառայություն են մատուցում հոգեվորությունիչի միսիային։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն այս երկու ծառայությունները մատուցողները, չէ, իրանք անպայման ստանում են շատ լուրջ հոգևոր օգնություն։ Այսինքն, այստեղ ինչպես ասեց Վիտորան, որ ես հասկանում եմ, որ եթե քեզ ծառայեմ, ես կկարողանամ ազատվել իմ մոլորություններից։ Ինչու այսպիսի կապ կա, հա? Այսպիսի կապ կա, որովհետև իրականում, չէ, նյութական աշխարհում հոգևոր ճանապարհի բանը գարանտը դա իրական հոգևոր ուսուցիչներն են։ Հասկանում եք։ Դա իրական հոգևոր ուսուցիչներն են, որոնք իրենք ոնց ասեմ, էլի մարմնավորված հոգևոր աշխարհի ներկայացուցիչներ են։ Իհարկե սա սովորական անձնավորություններ չեն, չէ՞։ Եվ երբ որ մենք ծառայում ենք այդպիսի անձնավորություններին, այդտեղ ռեալ հոգևոր առաջընթացը ինքը շատ ռեալ եւ շատ լուրջ է լինում։ Հասկանում եք, ես դեռ առաջ նստած եմ, հենց այդպիսի օրինակ։ Ես շատ լավ գիտեմ, ասենք, ինչքան եւ ինչպես եմ ծառայում իմ հոգևոր ուսուցչին, հա, եւ դրանից մի 10 անգամ էլ ավելի լավ գիտեմ, թե դրա դիմաց ինչ եմ ստացել հոգևոր զարգացման տեսանկյունից։ Ասենք ինձ համար այս տեքստը ինքը թեորիա չի։ Ինձ համար սա այն է, ինչի մեջով որ ես անցել եմ, եւ ես շատ լավ գիտեմ, թե ես
ինչ եմ ստացել եւ ինչ եմ ստանում իմ հոգեվոր ուսուցչից եւ մինչեւ այսօր էլ հույսով եմ, որ դուք նկատում եք, որ իմ կյանքը ինքը նվիրված է իմ հոգեվոր ուսուցչի գիտելիքը տարածելու, ուրեմն կամ քննարկելու այդ ընթացքներին է։ Իմ կյանքը բացարձակապես նվիրված է դրան։ Հիմա Մայտրեյան Վիդուրան ինքը շարունակում է. հոգևոր ուսուցչի ոտնաթաթերին ծառայողը հասնում է տրանսցենդենտալ էքստազի վիճակի, այսինքն ինքը հասնում է հոգևոր էմոցիաների վիճակի, հա, ծառայելով գերագույն Տիրոջը, հիմա մաթու դեմոնի ոխերին թշնամուն։ Տիրոջը, որին ծառայելով կարելի է ազատվել բոլոր նյութական տառապանքներից։ Մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք, չէ, որ երբ որ ինչ-որ մի ասպեկտ է նշվում տեքստի մեջ, սա հատուկ նշանակություն ունի։ Հիմա ուրեմն մենք խնդիր ունենք քննարկել, թե ով է մաթու դեմոնը։ Մենք ձեզ հետ խոսել ենք արդեն դրա մասին, չէ, որ երբ որ խոսակցությունը գնում է Տեր Շի Կրիշնայի մասին, երբ որ Տեր Շի Կրիշնան ինքը եկավ մեր մոլորակի վրա, իր խաղերի ընթացքում ինքը բազմաթիվ դեմոնների է սպանում։ Եվ բոլոր այն դեմոնները, որոնք ինքը սպանում է, իրանք ինչ-որ մի սկզբունքի, ինչ-որ մի արատի մարմնավորում են, չէ։ Հիմա ով է այս մաթու դեմոնը։ Առաջերտին մաթու դեմոնը ինքը քննարկվում է վեդաներում զույգ։ Կան երկու դեմոններ, մաթու եւ կայթամփա։ Հա, այս երկու դեմոններն են եւ մաթու դեմոնը ինքը բան է անում, էլի, մարմնավորում է այս նյութական մարմինների գրավչությունը, հասկացաք, և սա իրականում ինքը շատ նուրբ արատ է, տեսեք, Վիդուրան ինքը խոսեց նրա մասին, որ բան էլի, իշտորիվ քեզ ես կհաղթահարեմ այդ իլյուզիայի մեջ լինելու իմ հակումը, չէ՞։ Հիմա տեսեք, իսկ ի՞նչն է մեզ պահում նյութական աշխարհում։ Նյութական օբյեկտների գրավչությունը։ Չէ՞, ես ասենք մի անգամ ձեզ հետ քննարկել եմ, չէ՞, որ վեդաներում ինքը այսպեսի շատ հետաքրքիր մոտեցում կա, չէ՞, որ իրանք ասում են նյութական մարմինը, չէ՞, ինքը, ասենք, արյան, մսի, չգիտեմ, կղկղանքի, մեզի, լորձի, չգիտեմ, պարազիտների եւ այսինչի բան է, չէ, հավաքածու է։ Եվ ինքը մեզ հրապուրիչ է թվում միայն նրա հաշվին, որ մաշկով է ծածկված, այսինքն տոպրակի մեջ է։ Չէ, բայց տեսեք, այդ տոպրակը ինքը ինչ այդ հրապուրելու ինչ ուժ ունի։ Եվ երբ որ ընդհանրապես այդ մաշկը ինքը գեղեցիկ է լինում, չէ՞, ասեք, այդ մարմնի վրա նստածը ինքը այնպես է նստել, որ մարմինը ինքը շատ գեղեցիկ է երևում, չէ՞, դա բավական է, որպեսզի կենդանիակը ինքը խելագարության աստիճանի տրփանք զգա։ Չէ՞, այնպիսի խելագարության աստիճանի, որ կարող է այդ մարմին հասնելու համար հանցագործություններ կատարի։ Ուրեմն այդ հմայքի մարմնավորումներ այդ դեմոնը։ Հասկացաք, չէ՞, Վիդուրան որտեղ խփեց, որ հոգևոր ուսուցչի ողորմածությամբ ես կազատվեմ այդ նյութական մարմինների այդ հանդեպ այդ հմայչության էներգիայից կազատվեմ, որ չի կարողանա ինձ բանանի էլի գրավի, հասկանում եք, չէ՞։ Տեխնիկապես, հա,
Մաթուդեմոնը ինքը ծնվում է Տեր Վիշնուի, այսինքն Արարչի ականջի մեջից, եւ իրանք այդ երկու ազնվորությունները, այսինքն Մաթուն եւ Կայթաբան, իրանք գողանում են վեդայական գիտելիքը, չէ՞, այսինքն այ նյութական աշխարհը հրապուրիչ դարձնող ուժը ինքը գողանում եւ տանում թաքցնում է գիտելիքը, որի միջոցով այդ նյութական էներգիայի գրավչությունը կարելի է հաղթահարել, չէ՞։ Եվ իրանք դա անում են նրա հաշվին, ոչ թե բռնության հաշվին, այլ խաբեությամբ, քնացնելով կենդանիների գիտակցությունը, չէ՞։ Ուրեմն, եթե մենք վերցնում ենք, ասենք, հոգեբանական տեսանկյունից, եթե մենք վերցնում ենք այդ հոգու մաքրագործման տեսանկյունից, չէ՞, մաթուդեմոնը ինքը դա ագրեսիան չի։ Հասկանում եք, մենք պիտի հասկանանք, չէ՞, որ նյութական աշխարհը ինքը կենդանիակին պահում է նյութական աշխարհում ոչ թե ագրեսիայի շնորհիվ, այն ագրեսիան, որը իր մեջ կա, դրանով ինքը վախեն է շնչում կենդանիակին եւ կենդանիակը ուզում է դուրս բրծնի այդ վախենալու իրավիճակներից, չէ՞, բայց ինչով է ինքը իրան գրավում, հա, այդ դա կարելի է ասել երկու բառով՝ քաղցր իլյուզիա։ Հասկանում եք, ու այդ գրավչությունը, որը կարող են ունենալ նյութական աշխարհի օբյեկտները եւ որով կանչում է կենդանիակի ուշադրությունը գրավում է այս նյութական աշխարհը, ինքը հենց այդ մաթուդեմոնն է, հա։ Եվ այդ էներգիան ինքը ազդում է, այսպես էլի, որ կենդանիակի իմինը հոգու գիտակցությունը ինքը այսպես ոնց որ քնի մեջ է ընկնում, էլի, որ չի կարող ճշմարտություն գնահատել։ Ինքը այսպես միանգամից խորասուզվում է այս օբյեկտների գրավչության մեջ եւ սկսում է ընկնել նյութական երջանկության հետևից։ Շատ կարեւոր է, որ սա էներգիայի այն սպეციფიკան է, որը ոչ թե ագրեսիայի կամ բռնության միջոցով է գործում, այլ հմայչության։ Հասկանում եք։ Այսինքն սա կոպիտ կրքերը չեն։ Սա այն ոնց ասեմ, էլի, հաճելի տգիտությունն է, չէ՞։ Օրինակ տեսեք հիմա, որովհետեւ դուք հասկանաք, որ էներգիայի մասին է խոսքը, տեսեք, ասենք, կենդանիակը ինքը կարող է իրան թույլ տալ այս աշխարհում թուլանալ, հանգստանալ, չէ՞, վայելել հանգիստը։ Բայց այս աշխարհը ինքը հանգստի տեղ չի, չէ՞։ Հիմա թութու Աստված կարոտ պահի, ինչ ասել էր Սուգայիդ։ Մարդիկ խաղաղ իրանց համար տներում քնած էին։ Չէ՞, տեսեք, բոլորը գիտակցում են, չէ՞։ Պատերազմ է գնում, սովետական միությունը քանդվել է, հայերը մտել են Ղարաբաղ, չգիտեմ, հողեր են զավթում, եսի միջ են անում, թուրքերը չի կարող պատահի, չէ՞, որ դրա ռեակցիա չտան։ Բայց այսպես շշմած, այդ էներգիան, որը ինքը շշմացնում է, այդ նույն էներգիան հիմա ազդում է հայերի վրա։ Գիտեք ոնց էլի, տագնապի մի հատ իրավիճակ կա, չէ՞։ Հոգեբանները իրանք այս երևույթը շատ լավ ուսումնասիրել են։ Տագնապի մի հատ վիճակ կա, չէ՞, որը ինքը մարդու մոտ առաջացնում է անզգայություն։ Մի ամնեզիա, ոչ թե հիշողության կորուստ, այլ անեմիա, հա, կա, չէ, ոչ այլ անզգայություն, տերմինը չեմ հիշում, էլի կներեք։ Այսինքն, որ ինքը այսպես ոնց որ հիմարացած լինի։ Ինքը չի զգում, թե ինչ չի զգում, իր մեջ դա անջատվում է, որտեղ եթե ինքը դա զգա, կարող է խելագարվի, չգիտեմ ինչ կարող է լինի իր հետ, չէ, եւ դա պաշտպանողական բան է, էլի։ Այդ մաթու էներգիան, այդ գրավչությունը ինքը այդպես է անում, շշմացնում է կենդանիակին, հա, եւ կենդանիակը ինքը այդ շշմած վիճակում է գտնվում, այսպես էլի հաճելի շշմած, որտեղ ինքը հավատում է, որ ինքը հիմա գտնվում է մի աշխարհում, որտեղ ոչ մի ճիքեր պետք չի գործադրել կենդանի մնալու համար, հա, կարելի է ուղղակի վայելել այս կյանքը։ Հասկացաք, երբ որ այդ իրավիճակը գալիս է,
պետք է հասկանալ, որ իրականում իրավիճակը ինքը ծայրահեղ է։ Հիմա ինքը մաթու բառը, հա, բառացի նշանակում է մեղր, քաղցրություն, չգիտեմ, արիացիները իրանք շատ են օգտագործում նեկտար բառը, չգիտեմ հայերեն դա ինչպես ասեմ, էլի։ Եվ սա այդ բանալին է, հենց իր անունը այդ բանալին է, այսինքն մաթուն ինքը դեմոն է, այսինքն նյութական աշխարհում պահող սկզբունք է, չէ՞, բայց այն սկզբունքն է, որը ոչ թե վախացնում է, այլ դուր է գալիս։ Այսինքն ինքը ոչ թե ինչ-որ մի բանը ավիրում է, որ ինչ-որ սովորաբար անում են դեմոնները, չէ՞, այսպես, այլ կեղծ բավարարվածության զգացումի շնորհիվ հանգստացնում է կենդանիակին, որպեսզի հոգին չպայքարի նյութական աշխարհից ազատվելու համար։ Հասկանում եք, այդ իլյուզիայի հմայչության էներգիան է իրականում մաթու դեմոնը։ Չէ՞, եւ տեսեք, այդ մաթուին ինքը սպանում է գերագույն հենց Տեր Շիկրիշնան։ Ով է Տեր Շիկրիշնան։ Միշտ ինքը համընդհանուր երանության սկզբունքն է, հա, ինքը հոգևոր տրանսցենդենտալ գիտելիքն է, հոգևոր հարաբերությունների մարմնավորումն է։ Այսինքն ինքը այդ զարթնացնող կոմպոնենտն է հոգում։ Հասկանում եք։ Հիմա այ մաթու դեմոնը ինքը հենց դրանով է շատ վտանգավոր, որ ինքը ցավ չի պատճառում, հա, եւ որովհետեւ ինքը ցավ չի պատճառում, կենդանիակը իրան չի դիմադրում, չի փորձում իրանից բրծնի։ Հասկանում եք։ Այլ հակառակը մեծ հաճույքով ենթարկվում է իրան։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն եւ Վիդուրան պատահական չէր, որ այստեղ հիշեց այդ դեմոնին։ Այսինքն ինքը ասեց, որ ես քո իմ հոգևոր ուսուցչի շնորհիվ կհաղթահարեմ իլյուզոր էներգիայի այդ մասը, որտեղ ինքը այսպես յուղում է մեզի, հա, եւ գրավում է եւ մենք այդ գրավչության շնորհիվ չենք կարողանում նրան ռեալ գնահատել։ Դու զարթնացնում ես ինձ քո գիտելիքով, որը տալիս ես, ու հզոր իմ ինքը դրա համար ասեց հզոր, որովհետեւ դու ի վիճակի ես այն գիտելիքը, որին դու տիրապետում ես, հաղթահարես այդ գրավչությունը նյութական աշխարհի, իսկ դրա համար մեծ կներեք դրա համար շատ մեծ հզորություն է պետք։ Հասկանում եք, սիրելիներս, եւ ուրեմն այստեղ եկեք սահմանափակվենք եւ Վիդուրայի տեքստերը կշարունակենք արդեն վաղը։ Այսօր մենք տեսեք մի թեթև քննարկեցինք, թե Վիդուրան հիմա ինքը ներկայացնում է Մայտրեյային, թե ինչ է ստացել Մայտրեյայից եւ ինչպես է գնահատում իր ստացածը։ Տեսություն ձեզ։